մասնակցում եք պատարագներին։ Երբեմն չի ստացվում մասնակցել ամեն կիրակի, բայց եկեղեցի հաճախ եմ գնում, երբեմն ժամերգությունների եմ մասնակցում, բայց որ ասեմ ամեն կիրակի ստացվում է, դե հիվանդության հետ կապված, այլ խնդիրների հետ կապված, այդ պարտաճանաչությունը չունեմ մեղասը։ Ինչ կարևորություն ունի պատարագների մասնակցությունը ձեզ համար։ Եվ արտասրակ եկեղեցի։ Դե ասենց ասեմ, բուն քրիստոնյայի համար, ով հասկանում է պատարագի խորհուրդը նշանակությունը, իմ համար պատարագը ունի հենց այն նշանակությունը, ինչ որ ունի պատարագի խորհուրդը, այսինքն հաղորդվել Քրիստոսի մարմնի ու արյան հետ, կենդանի Քրիստոսին առնել մեջդ ու զորանալ Քրիստոսով։ Թեև հիմա կարծես թե մի փոքր հանդարտվել է եկեղեցի եւ իշխանություն, այդ հակամարտությունը, իշխանության կողմից սկսված արշավը եկեղեցու դեմ, բայց ամեն դեպքում ամիսներ առաջ կարծես թե եկեղեցու եւ իշխանության միջև կար պառակտում, դրան ինչպես եք վերաբերում, իշխանությունը փորձում էր միջամտել եկեղեցու հարցերին։ Այդ երևույթին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև եկեղեցին պատկանում է նախ Քրիստոսին, չի պատկանում իշխանությանը։ Հարցի երկրորդ կողմը, եթե իրավաբանորեն նայենք, մեր սահմանադրությամբ այդ ամրագրված է, որ պետությունը չի կարող կամ իրավունք չունի մասնակցել եկեղեցու, խառնվել եկեղեցու ներքին կյանքին, միջամտել։ Եվ եթե վերցնենք իշխանության այն պնդումները, որ կոնկրետ ասենք վարչապետի, որ ասում է ես որպես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ պայքարում եկեղեցու բարեփոխումների կամ մյուսների դեմ, ես ինձ մի հատ բան ասեմ, որպես քրիստոնյա մարդը պետքա լինի խոնարհ, մարդը պետքա լինի համեստ եւ ինչա բուն քրիստոնեական հավատքը մեղքերից ազատում, մեղքերից փրկություն գտնելու տեղնամիջոցն է ինքը Հիսուս Քրիստոս, որով եւ եկեղեցին։ Հիմա ես ինձ ասեմ, հիմնական հիմնավորումը այն է եղել, որ կաթողիկոսը իր ուխտը խախտել է։ Ինձ ինչ, ես իմ ուխտերս չեմ կարում պահեմ։ Եթե կարամ, իմ ուխտերս պահեմ, կամ եթե կաթողիկոսը խախտել է ուխտը, ինքն է պատասխան տալու, ինձ Աստված երբեք դրա համար պատասխանատվության չի կանչելու, այսի հարցի իմ տրամաբանական վերլուծությունը, իսկ եթե ավետարանին նայենք, ասում է, որ քո եկեղեցու առաջնորդների մասին ամբաստանություն մի ընդունի, կամ ձեր եկեղեցու առաջնորդի, ձեր առաջնորդի մասին ամբաստանություն մի ընդունեք, դե հիմա մենք պետք է հետևենք ավետարանին, թե չհետևենք, կամ ով վկայեց այն մասին, թե կաթողիկոսը իր ուխտը խախտել է, այսինքն ենթադրությունների վրա կառուցել գործողությունների շարք, ընդ որում պետական մասշտաբների, ասենց որը դառնում է ի վերջո բամբասանք, որը դառնում է ի վերջո զրպարտանք, որը դառնում է ի վերջո սուտ մեղադրանք, կեղծ մեղադրանք, եւ նմանատիպ բաներ անողները թող մտածեն ոչ թե կաթողիկոսի ուխտը խախտեց վայ ոնց կլինի, թող մտածեն իրանց հակա քրիստոնեական վարքի պատասխանը ով կամ ինչպես պետք է տա, երբ պետք է տա ու ով ում համար է պատասխանատու։ Սենց ասեմ, էլի, ընդհանուր որ շատ չերկարացնեմ թեման, իմ մոտեցումները էս է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։